Երբեմն մենք կարող ենք մտածել, որ հոռետեսությունը հաղթահարելու լավագույն միջոցը լավատեսությունն է։ Այսինքն մտածենք լավի մասին, մտածենք, որ լավ կլինի, որ անպայման գործերը կհաջողվեն, որ եկող տարին ավելի լավը կլինի, քան հիման, ու ինչ որտեղ շատ ոնց որ գրավիչ ու տրամաբանական է թվում, հա։ Դες վատը մտածելու փոխարեն, եկեք լավը մտածենք, որ լավը լինի, լավն ասենք, որ լավը լինի։ Մյուս կողմից ստոիկներն էլ ասում էին կենտրոնացեք վատի վրա, մտածեք վատի մասին, որտեղ որ վատը լինի, դուք պատրաստ կլինեք դրան, դեպի որ լավը լինի, լավ կլինի, էլի։ Ու անկախ նրանից, թե մենք կյանքի ինչ փորձառություն ունենք կամ ինչ փուլում ենք, հա, սրանցից որևէ մեկն ենք ընտրում որպես լուծում։ Սակայն կարելի է փորձել փնտրել ու գտնել նաև երրորդ տարբերակը, որ պարտադիր չի կամ լավատես լինել կամ հոռետես լինել, կարելի է ռացիոնալ լինել, այսինքն ինչ որ երևույթի, սպասվելիք տարվա, գործերի, անձնականի հետ կապված, փորձել մոտենալ ռացիոնալ, ասել մոտավորապես այսպես, շատ լավ, ես կցանկանայի ու շատ լավ կլիներ, եթե այսպես լիներ, եկող տարում հաջողվեին գործերս, իմ պլանները իրականացվեին, ես կարողանայի այսինչ բանը, որ պլանավորել եմ անեմ, այսպիսի լավ լուծումներ լինեին այս հարցում, բայց ես գիտեմ, որ հնարավոր է այդպես չլինի։ Եվ կարա լինի եւ այն վատ սցենարով, կարա լինի նաեւ ինչ որ նեյտրալ սցենարով, որ ոչ վատա, ոչ լավա, ինչ որ մեջտեղներն է։ Այսա կլիներ ռացիոնալ մոտեցումը, երբ մենք ոչ թե ամեն ինչում անպայման ինչ որ լավ ելք ենք տեսնում միայն եւ ոչ թե միայն վատ ելք ենք տեսնում, այլ մենք փորձում ենք հասկանալ, որ կարա լավ ելք էլ լինի, կարա վատ ելք էլ լինի, որ դրանք կարան լինեն շատ տարբեր, որ այդ լավն ու վատը բևեռներ են ու արանքներում լիքը տարբեր ուրիշ սցենարներ կան, որոնք միանշանակ հնարավոր չի լավ ու վատ ասել։ Սա կլինի ռացիոնալ մոտեցում։ Բացի այդ, ռացիոնալ մոտեցումը ենթադրում է նաև հետևյալը, որ անկախ նրանից, թե ոնց կգնահատենք մենք այդ պահին այն ինչ որ մեզ հետ կատարվում է, լավ թե վատ, կա շատ մեծ հավանականություն, որ մեր հետագա գործողությունները կարան այդ փաստը վերափոխեն, ավելի ճիշտ ոչ թե փաստը վերափոխեն, այլ փաստի մեկնաբանությունը վերափոխեն։ Եվ այն ինչ այս պահին, օրինակ ինձ աշխատանքից ազատեցին, սա վատ է, որտեվ ես չէի պլանավորել դա, որտեվ ես չէի ուզում դա հիմա լիներ, բայց մյուս կողմից այն թե ես հետո ինչպես եմ վարվում, հնարավոր է ես սկսում եմ իմ երազանքի գործը, հնարավոր է ես ստիպված փնտրում եմ աշխատանք եւ գտնում եմ ավելի լավ պայմաններով աշխատանք, որը չի անի, ինքս իմ ձեռքով դուրս չի գա այդ աշխատանքից, որտեղ բավականին կոմֆորտ էր ինձ համար։ Հետևաբար ռացիոնալ մոտեցման երկրորդ բաղադրիչը այս առումով նա է, որ մեր հետագա գործողությունները նույնպես ազդում են նրա վրա եւ պայմանավորում են, թե այս կամ այն եղելությունը իրականում լավ էր թե վատ։